Ինքը եկեղեցին եղել է այս վիճակում, փլատակների կերպով։ Այգեշատի թարգմանչած կամ Սուրբ Աստվածածին եկեղեցուց ընդամենը 2 կիսականգուն պատ էր մնացել ու շուրջ բոլորը փռված քարեր։ 7-րդ դարում են կառուցել, ինչեր ասես, որ գլխով չի անցել դարերի ընթացքում բնական աղետներից մինչև պայթեցում։ Դժվար է ասել ոչինչ հասնելու, թե վթարային այնպիսի վիճակում էր, որ միգուցե մարդկանց անվտանգությունից ելնելով բնական փլուզումը կանխելու համար, բայց ամենայն դեպս այդպիսի կտրուկ միջամտությամբ եւ վանդալիզմի հասնող միջամտությամբ այո պայթեցվել է։ Թվականը չգիտենք, բայց գիտենք, որ 42 թվականին, երբ Թորամանյանը այցելել է, մինչև գմբեթի որոշակի նիշը եկեղեցին կանգուն էր։ Ամենամեծ հանգույցը 24 տոննա քաշում էր։ Խորանների մասը, պատուհանների կամարները պահպանվել էր։ Դրանք նույն տեսքով դրվել են իրանց տեղը։ Թարգմանչած եկեղեցին առաջին անգամ փորձել են վերականգնել 1946-ին, ամբողջական վերականգնման նախագիծը մշակվել է 1986-ին, 3 տարի անց որոշ միջամտություններ են արել, հետո աշխատանքները դադարեցրել են, 2012-ին վերսկսել, սակայն ավարտին չեն հասցրել։ Երբ արդեն որոշակի տարիների ընդմիջումից հետո 2023 թվականին վերսկսեցինք աշխատանքները, 50-ից 60 միլիոն 70 միլիոն տարեկան հատկացում ենք ունեցել եւ ընդամենը մեծ հաշվով 2 տարվա ընթացքում կարելի է ասել վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին, որոշակի հատված աշխատանքներ բարդությունով պայմանավորված կտեղափոխվեն որոշակի ծավալի 2026 թվականին եւ կավարտվեն 2026 թվականին։ Քանդված եկեղեցու պահպանված քարերի քանակը մասնագետներին լիարժեք հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերականգնել կառույցը։ Մի քանի տոննա քաշով զանգվածներից մինչև մեծ ու փոքր բեկորներ են եղել տարածքում, ավելի քան 800։ Մեծ մասն օգտագործել են, անպիտան վնասված քարերը վերաշարման ընթացքում փոխարինվում են։ Սա ճաք ունի։ Այս կողմից էլ է ճաքած, ստեղից էլ է ճաքած։ Վտանգավոր է հիմա աշխատանքի մեջ դնել։ Հնամյա հուշարձան լինելուց բացի թարգմանչածը նաև գեղագիտական արժեք ունի։ Պատուհանների, կամարների ու քիվերի նախշերն ակնհայտ զարդարում են եկեղեցին։ Ալիկ Անանյանը մոտ 120 մեծ ու փոքր կառույց է վերականգնել։ Չի հիշում մեկը, որ այսչափ խոնարհված լիներ ու կարողանային ամբողջությամբ վերականգնել։ Սա եզակի տարբերակ է վերականգնման աշխատանքների, իմ փորձը, որ 50 տարուց ավել է, նման խոնարհված եկեղեցի ես չեմ հանդիպել։ Սա ընդհանրապես չկար։ Կային բազմաթիվ քարեր, բեկորներ եւ մեծ զանգվածներ։ Ամենակարևորը ճիշտ նախագիծն է, ճարտարապետների արած նախագիծն է, չափագրություն նախագիծ, որը արվել է գերազանց։ Սա այն պատերից մեկն է, որ կիսականգուն էր մնացել։ Հիմա միայն հին ու նոր քարերի շարվածքն է վկայում տարեգրության մասին, տպավորություն ստեղծում, թե երբևէ չի էլ ավերվել։ Վերականգնման ավարտից հետո հուշարձանը կամբողջանա կղմին դրետանիքով։